Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, գնացինք խանութ եկանք ամուսնուս հետ, վերցրել ենք մատնաքաշ, թարմ է սենց լավաշ, մեր մշտական, Հովուլն ու Սոնան ինձ օգնում են, ինձ էլ վերցրեցի մի հատ սենց նորից բան, շատ լավն է, շատ եմ հավանել, դրա համար նորից վերցրեցի, ինքը համ մարմնի սփրեյ է, համ էլ դեզոդորանտ է, բայց ավելի շատ ես որպես դեզոդորանտ եմ օգտագործում, հոտը շատ անուշ է, շատ լավն է։ Հես արևս ձու եմ էլի սենց վերցրել, երեկել էի 10 հատ բերել, ամեն օր բերում եմ էլի 10 հատ, ձավար վերցրեցի, ամուսինս սպաս ուզեց, սպաս կպատրաստեմ, բանջարեղենից երեք մնացած բաներն առել եմ կանաչի, մի խոսքով ինչը որ պետք է, այսօր բանջարեղեն չմտանք, սենց անձեռոցիկ վերցրեցի, սենց սոկ վերցրեց լիմոնադ, ես էլ բանջարեղեն չեմ մտել, բայց խանութից եմ վերցրել, սոխ եմ վերցրել, սենց մի սետկայով, սոխս վերջացել էր, կաթիկ եմ վերցրել Հովուլի ու Սոնայի համար, խլոպյա ունենք դու, բա խլոպի կա, երկուսը նորից Հովուլս ու Սոնաս սրանցից ուզեցին, երկուսը վերցրեցի սրանի, ինչ? Ապրի իմ տղեն, այո ճիշտ ասում, կեչուպ, կոֆե, սենց պաչկայով, Վիչինա է? հա, էսի բանա, վիչինա չի, մի րոպե ֆիլե է, բալես, ֆիլե եմ սենց վերցրել, Սմետան չի մածում, մածում, որ սպաս պատրաստեմ, պապան սպաս է ուզել, այսքանն էր մեր գնումները այսօրվա, այո, այսքան է այսօրվա մեր գնումները, մնացած ինչը որ ունենք, երեք ենք արել, այսքան է անջատեմ, չեմ հիշում, երեկվա արածը նկարել եմ, թե չէ, ամեն դեպքում, անջատենք, տեղավորենք և նախաճաշ պատրաստենք, գնացի, սիրելիներս, այսքան մեր գնումներին, բան եղավ, խավարեց, ձավարը առանձին նորից գնեցի, մոռացել էի, մտա առանձին գնեցի, հացը առանձին տեղից եմ վերցրել, մի խոսքով ձավարը հանած, ու հացը, ինչը որ ցույց տվեցի, վճարել եմ ընդամենը, չի էլ երևում, 6640, հեսա, 6642 դրամ, ընդամենը, հացու ու ձավարը նորից եմ ասում, առանձին բանը, հետ գնացի, սա վերցի, սա էլ ուրիշ փռից եմ ես վերցնում հացը, այսքանը։ Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, սիրելիներս ուզում եմ ձեզ ներկայացնել մի համեղ և արագ պատրաստվող, ինչու չէ նախաճաշ, ես նախաճաշ եմ հիմա պատրաստում, ուզեցի կիսվեմ ձեզ հետ և լավ միտք տամ, որպեսզի դուք էլ պատրաստեք և անուշ անեք ձեր ընտանիքի հետ միասին, ուրեմն այստեղ ոնց տեսնում եք պատրաստել եմ կարմիր, պղպեղ սև, պղպեղ աղ, 3 ձու եմ վերցրել, այդքանը բավական է այս չափաբաժնի համար, մի մեծ սմբուկ, 2 լոլիկ, հիմա սմբուկը ամբողջությամբ կամ կես-կես կկեղևահանեմ, կեսը կկեղևահանեմ ու կլոր կտրտում եմ, սմբուկը լավ մեծ է, լավ հաստ փափուկ սմբուկ է, նույն կերպ կտրտում եմ լոլիկները, բայց մինչ այդ բուսայուղի մեջ տապակում եմ սմբուկները երկու կողմից, հետո վրան շարելու եմ լոլիկները, այդպես կլոր կտրատված, փակելու եմ կափարիչը, համեմելու եմ և փակելու եմ կափարիչը, թողնելու եմ, որ լոլիկը հասնի եփման աստիճանի և ավելացնելու եմ ձուն, սիրելիներս փորձեք շատ համեղ և արագ նախաճաշ է ստացվում, սա էլ միտք տնային տնտեսուհիներին, որ այդ բարդ հարցին մի հատ էլ թեթև այսպես լուծում տանք, որ առավոտ շուտ իմանանք ինչ ենք տալիս մեր տան անդամներին, որ հարցնում են ինչ կարելի է, ինչ ուտել, ինչ կարելի է պատրաստել այսօր, սա էլ իմ միտքը ձեզ, փորձեք և կկիսվեք, եկեք ես անցնեմ գործի, ձեզ ցույց կտամ արդեն ընթացքը կամ էլ վերջում պատրաստի վիճակում, եկեք կտրտեմ ու անցնենք առաջ։ Ահա այսպես ես մաքրեցի սմբուկը, գեղևների կեսը թողեցի, հիմա կլոր կտրատեմ։
Ահա, այսպես կտրատեցի, ընտիր սմբուկա, նայեք ինչպես տեսնում եք, ինքը լրիվ գուբկա է, ոչ մի հատիկի կորիզի հատիկ չկա մեջը։ Հիմա ես բուսայուղ լցնեմ տապակի մեջ, սա երկու կողմանի տապակ եմ եւ անցնեմ լոլիկներին։ Այստեղ լցրեցի բուսայուղը, շատ չեմ լցնում, ընթացքում եթե քիչ լինի ավելացեք։ Շարեմ սմբուկները։ Ահա շարեցի սմբուկները, ինձ մոտ շատ է, մեծ էր, ես երկու աստիճանով կտապակեմ, որովհետև սրանք կտապակեմ, կհանեմ, կշարեմ մյուս կեսը, որտեղ շատ էր սմբուկները։ Թող տապակվի, շրջեմ։ Սիրելիներս, լոլիկն էլ այս կերպ եմ կտրատում, ես հիմա լոլիկի ծայրերը կառանձնացնեմ, իմ սմբուկի մի մասը մնացել է եւ կտրատեմ մյուս լոլիկը։ Այստեղ արդեն երկու հատ կա, նա մտածում եմ կտրտեմ, թե ոչ, ամեն դեպքում լվացրեցի եւ ավելացրեցի, կտեսնեմ արդեն։ Սա էլ այսպես լոլիկը։ Այստեղ ավելացրեցի աղ, ասեմ, որ ես աղը ավելացնում եմ հենց այսպես ցանելու տարբերակով երկու կողմանից, իսկ լոլիկի վրան արդեն ամբողջ համեմունքները եւ աղը նույնպես ու ամենավերջում, երբ որ արդեն եփված համարյա հասած է լինում եփվելու աստիճանի։ Ոնց տեսնում եք, ես շրջել եմ մի քանիսը, տեղը ավելացրել եմ սմբուկները, որպեսզի տապակվի, բուսայուղ նույնպես ավելացրել եմ, որովհետև այսպես ավելի արագ է լինում, այնպես թավաս որ սպիտակ է, տակը տեսեք մի փոքր ոնց որ կպնի, բայց ամեն դեպքում ինքը սպիտակ թավայի պատճառով է այդպես երևում, ինքը կպած ու վառված չի։ Արդեն երկրորդ մասն եմ տապակում, հիմա սիրելիներս, եթե արդեն սրանք շրջեմ, էլ չեմ հանելու միջից, սրանք կշրջեմ, լոլիկները կշարեմ վրան ու արդեն դուրս բերած սմբուկները նույնպես կշարեմ լոլիկի վրա, ցույց կտամ ձեզ արդեն։ Շարեցի արդեն առաջին շերտ լոլիկը պղպեղների վրա, հիմա կհամեմեմ աղով, կարմիր եւ սև պղպեղներով, սիրելիներս, եթե ձայնս լսվում է, համեմունքներն ավելացրեցի, չենք չարաշահում, անում ենք աչքաչափով եւ շատ քիչ շարենք սմբուկները վրան։ Ահա եւ երկրորդ շերտը, սիրելիներս, կափարիչը փակեմ, թողնեմ, որպեսզի լոլիկը եփվի։ Լոլիկը եփվելու աստիճանի հասնում է, կոտրելու եմ ձուն։ Դե ինչ, անջատեմ, թող եփվի։ Սիրելիներս, մի հատ նայեք այս համեղությունը, գրեթե արդեն եփվում է լոլիկը, շատ համեղ է հոտնգել խոհանոցում, անուշ բուրում է։ Մի երկու րոպեից կավելացնեմ ձուն։ Ահա եւ վերջ, ոնց տեսնում եք, արդեն լոլիկը եփված է։ Եկեք ձուն էլ ավելացնեմ, սիրելիներս։ Ուզում եմ այսպես մաս կիսվեմ ձեզ հետ, որպեսզի հասկանաք ինչքան լավ ու արագ նախաճաշ է լինում։ Անպայման ուզում եմ դուք էլ փորձեք։ Սա առաջի անգամ չի, ես շատ եմ պատրաստում այսպիսի իմպրովիզներ ու պատրաստել եմ էլի, դրա համար եմ կիսվում ձեր հետ։ Ահա եւ վերջ, ձուն էլ ավելացրեցի, փակեմ կափարիչը, թողնեմ, որ եփվի։ Տեսքից շատ գեղեցիկ է, հոտնել անուշ է, համնել հետ է շատ լավն է։ Գրեթե պատրաստ է, մի փոքրիկ օգնեմ թող ձուն արանքներով գնա տակերը, չեմ շրջում ես։ Հիմա դա էլ անեմ, կափարիչը կփակեմ մի րոպեի չափ ու կանջատեմ ամբողջությամբ։ Ահա, գտալի օգնությամբ օգնեցի, որ ձուն լցվի արանքները եւ դա էլ եփվի, որտեւ ինքը գրեթե փակել էր ամբողջությամբ տակը եւ չէր եփվում։ Մի րոպեի չափ ու վերջ, մեր համեղ նախաճաշը պատրաստ է։ Նայեք ինձ սոչնի ու լավ է լինում, անջատում եմ վերջ։ Անջատեցի, մատուցեմ ցույց տամ արդեն, մատուցման ափսեի մեջ։ Սիրելիներս, ահա եւ վերջ, ես պատրաստեցի եւ վերջացրեցի մեր համեղ նախաճաշը, ոնց տեսնում եք, շատ համ գեղեցիկ է եղել, ախորժելի եւ անուշ բուրում է։
Մի խոսքով այսպես միացեք իմ ալիքին սիրելիներս, իմ ալիքում կգտնեք առօրյա վլոգներ եւ համեղ բաղադրատոմսեր, սա էլ միտք ձեզ որպեսզի առավոտ շուտ համովություն պատրաստեք ձեր ընտանիքի համար, շատ ախորժելի եւ համեղաստացվել, այսքանն էլ այսօրվա մեր նախաճաշից, դե ինչ անջատեմ, մենք Անուշան ենք, կհանդիպենք վլոգում. Մի հատ այս կողմից էլ նկարեմ, դուք տեսնեք, սա էլ մատուցման ափսեի մեջ, ինչքան գեղեցիկ, ախորժելի եւ համեղաստացվեր մեր այսօրվա նախաճաշը, սիրելիներս, գնացինք վայելելու բոլորիս, բարի ախորժակ։ Մի փոքրիկ գնումներ ունեինք անելու, արեցինք եկանք, սենց խնձորներ ենք վերցրել, փախցեր, սամիթ եմ վերցրել, մի հատ սամիթ, այստեղ պանիր վերցրեցի, շատ համով պանիր է, այս պաղպաղակից վերցրեցի, որ արդեն գրեթե միշտ վերցնում եմ, շատ համով է, եթե կհանդիպի ձեր մոտ կլինի, մի հատ փորձեք անպայման, իր այս ֆիրմայի ամեն ինչը համով է, ես Grand Candy-ից է շատ եմ սիրում, իրոքից Grand Candy-ից է շատ եմ սիրում դրանք, ես գիտես չեմ ուտում, սենց ջու վերցրեցի, սա վերցրեցի նրբերշիկ, այսպիսի մակարոն վերցրեցի, վերնիշել, և մի հատ տնտեսականից սենց բան վերցրի, ու հաց, լավաշ և այս երկար բատոն հացերից կտրել է ուղղակի այդ կինը դրել տոպրակը, այսքանը սենց մեր գնումները, անջատեմ կմիանանք, սիրելիներս մեզ մոտ կեսօր է, սառը սուրճ եմ դրել, սառույցով այսպես, ու պաղպաղակ եմ ինձ լցրել, իմ սիրելի պաղպաղակն է, այսա մի քիչ կավելացնեմ իմ սուրճի մեջ ու կգնամ կեսօրը հովանալու, զովանալու, վայելելու, մի փոքր հանգստանամ, որպեսզի անցնեմ մնացած անելիքներիս, եկեք ցույց տամ պաղպաղակը, որ ավելացնում եմ, նայեք հենց այսպես է կհասկանաք, թե ինքը ինչ լավն է, շատ համով, անպայման գնեք փորձեք, գիտեմ դուք էլ կհավանեք, իմ սիրելին է, որը որ ես սովորական պաղպաղակներ չեմ գնում ու չեմ ուտում հատով, որովհետև չեմ սիրում, 1000-ից մեկ, որ ես տենց ուտեմ, 1000-ից մեկն էլ կիսատ պռատ, բայց ոչ սենց ինձի լավ զգալով նույնիսկ, հարամ այդպես ասեմ, բայց սա լցնովիից հետո իմ սիրելին է դարձել ու իրա հատիկավորները կարող է ուտեմ, էդի ասեմ, բայց նայած որը իրա ֆիրմայի էլի, հիմա եկեք ես մի փոքր էլ ավելացնեմ իմ սուրճի մեջ, մի փոքր այսենց ավելացնեմ, տանջանքով հանեմ, այսօրվանը ավելի հեշտ է լավ, ես այն օրը մինչև չարչարվելով լցեցի, ես չգիտեմ մինչև ողկեցի հանեցի, մի խոսքով, սա էլ իմ այսենց կեսօրվա սուրճը, կարող եք կոֆեի համար լրիվ սպիտակը վերցնել, սրա սպիտակն էլ կա, ժամանակս չէր հերիքում, թե չէ սառույցները պետք է կոտրատվի, մանրացվի, որպեսզի պաղպաղակի հետ ձողիկով ինքը տենց գա, ես գնացի վայելելու բոլորիդ, լավ օր եմ մաղթում, սիրելիներս սուրճ դրեք, հանգստացեք, unboxing, նայեք ինձ սիրուն unboxing եմ բերել ձեզ, ուրեմն Սոնաս ու ես վաղը տեղ ենք գնալու, շատ կարևոր հանդիպման ենք, շատ կարևոր մարդու հետ, շատ սիրելի, շատ լավ մարդու հետ, մեր սիրելի Հայկու հետ, այդ մասին հետո կզրուցեմ, կասեմ ձեզ, բայց մինչ այդ ուզում եմ ցույց տալ Սոնայիս այս բաները, մանիկյուրի, այստեղ բալզամը, սա ինչպես տեսնում եք փայլիկներ են եղունգի համար և դեմքի համար նախատեսված կոսմետիկա է մանկական, ասեմ Սոնան սա ում կողմից է ստացել, Սոնան սա ստացել է Աննա տատիկի կողմից, մեր շատ սիրելի Աննա քուրիկիս կողմից, որը ուղարկել էր իր առաջի ծանրոցի ժամանակ Սոնայի համար, քանի որ այնպես եղավ, որ դպրոցի օրերին ընկավ, Սոնան ցանկացավ պահեր, որպեսզի ամառային արձակուրդներին բացի և օգտագործի, որ կարողանա քսի, դե դպրոցում չի կարելի, դե ինչ, եկեք միասին բացենք այս գեղեցիկ նվերը, որը արել է Աննա տատին շատ մեծ սիրով իմ Սոնայիս համար, իրեն էլ շնորհակալություն հայտնենք, եկեք բացենք, Սոնան թող ցույց տա, և որ վաղը ինքը սիրուն օգտագործի սրանք,
արդեն պատրաստվում է, որոշում է ինչ հագուստ պետք է կրի եւ ինչ սիրուն մանկական մանիկյուրներ քսի իր ձեռքերի վրա։ 1 րոպե։ Ահա, unboxing, գնացինք Սոնա բացի եւ ցույց տուր։ Օպա։ Սա էս կոմդիր, բալես։ Հիմա, հա, ինքը առանձին սենց կարաս, Ինքը որդի։ ոչինչ, բալես, հանի։ Ինքը առանձին իրա բաների վրա դրած է։ Դու տակի բանը պահի, բալես, տոպրակը ձիգ պահի, ես էսի բացեմ։ Սոն ջան, տակի եմ բանը պահի, քարտոցնել է լավ։ Շարի, ահա, Սոնան սիրուն, շարեց հերթով արագ-արագ, ցույց տուր բալես։ Ուրեմն առաջին բանը որ ցույց կտամ, այս սիրուն լեսկն է։ Շուրթերի, հա, փայլերն է, շատ սիրուն է։ Սա էլ եմ վաղը քսելու։ Ուրեմն առաջին փայլուն մանիկյուրը շատ Ինձ գեղեցիկ սիրուն է։ գույն է, չէ։ Շատ սիրուն գույն է։ Սա որոշել եմ, որ պիտի ծնունդիս քսեմ։ Ուրեմն երկրորդը մանուշակագույն փայլն է։ Շատ սիրուն են։ Եվ վաղվա իմ ընտրած մանիկյուրի գույնը սա է։ Այո, շատ սիրուն գույներ է։ Ուրեմն ասեմ, սա սիրուն գեղեցիկ գույներ ունի աշկերտ քսելու համար։ Բացի, կափարիչը բաց։ Այս կանաչը քսելու եմ ծնունդիս, այս վարդագույնը երևի վաղը, ու մնացած գույները սիրուն կհամադրեմ ամեն գույնի հետ։ Շատ սիրուն է, շատ սիրուն փայլեր է։ Սենց նայեք, այսենց անենք երևա։ Թափանցիկ փայլեր է, որը որ Սոնա սիրուն կօգտագործի համարը իր համար իրեն լավ կզգա, սա էլ մանիկյուրների համար է։ Սա ոտքերի համար է։ Շատ սիրուն է Սոն ջան։ Գեղեցիկ կքսեմ։ Սա էլ խարտոցն է։ Այո։ Սա էլ խարտոցը Սոնայից unboxing-ը այսքանն էր, Ամերիկայից իրեն նվեր ուղարկված, գեղեցիկ շատ, հավես նվերները, որը ինքը շատ սիրում է, թիթիզական սենց աղջկական բաներ եւ մեծ սիրով կօգտագործի։ Դե ինչ, շնորհակալություն։ Հայտնենք Աննա տատիկին, ապրես շատ Աննա տատիկ ջան։ Որ այսենց գեղեցիկ միշտ նվերներ անում Սոնայից համար, շնորհակալ ենք իրեն շատ, պաչիկներ ենք ուղարկում, ձեզ էլ բարի դիտում, սա էլ այսօրվա Սոնայի unboxing-ը, սա էլ այսենց, շատ սիրուն է, սիրելիներս, մանկական ու հավես սենց բան է օգտագործելու, իսկական աղջկական նաբոր էր ինքը, այցես պուպուշիկ, դու էլ սիրով օգտագործես կյանքս։ Կլիկոսրու հետ։ Կպցրած էր բանին դրա համար, այսպես, դե ինչ այսքան կհանդիպենք, բարի լույս սիրելիներս, հելը նայեք մեր այգու թութն է, մեր ծառի, ինչքան լավն է, այնքան համով թութ է ու շատ մեծ է, ինքը սենց կարող է չփոխանցի, բայց շատ մեծ, շատ քաղցր, սենց քաղել եմ, դրել եմ, որ նստեմ դրսում իմ համար մեկ բաժակ սուրճ խմեմ, մոնտաժ անեմ, ձեր համար վիդեոներ մոնտաժ անեմ, այսպես զբաղված եմ, հավես է շատ, սա էլ մեր այգու թութը։ Էդ ինչ ես պահե։ Աննա տանդար։ Ում համար։ Սանայի համար։ Ոյ մի առրև քեզ, հələ դե մեզ ցույց տուր մինչև ներս մտնենք։ Պահել ես, ոյ մի առրև քեզ, այս սենց հերթով հավաքել ամեծ, պստիկ նայեք հլիս հրեշտակին։ Հելի նայեք իզ հրեշտակին։ Քրոջ համար ծաղիկներ ա բերե։ Անակնկալ ես անելու։ Լավ, արի դուրը բացենք Սոնային անակնկալ անենք, հա։ Ամելնեմ քեզ։ Արի։ Սոն արի հելը տեսով ինչ ա բերե կամ։ Օպրիմ տեղեն, սիրուն ես Սոն ծաղիկներդ, քնացիր կյանքս, բարկացիր, շատ սիրուն է, տանենք դնենք ծաղկամանի մեջ, թոպում է, կեսը պուչուր է պոկ է Սոնա, կեսը մեծ, սիրուն պունջա չես արկել, ծակեց, կաղա վարդի պշերն է, Հա, ոչինչ չսը կարող լավ, Ահա իմ տղու բուկետը դրեցինք այս վարդերի հետ, Սոնայից որ հավաքել էր իմ տղեն։ Էլենայք ինչքան սիրուն համադրություն եղավ, սիրուն է, չէ՞ ով։
Ու կյանքս բերը իր ձեռքերով էլ դնում ասում մամ դնեմ բանի մեջ ջրի մեջ։ Ջենտլմեն։ Ժողովուրդ մի հատ հենց պուպուշ համեղ վիտամիններով հարուստ ափսեն նայեք, որը մեր այգու բարիքներն է, բերիր տղես էլի։ Հələ մի րոպե կյանքս ցույց տամ։ Մենք հատին տուտեմ։ Հա, գերիս ցույց տամ, այսօր Լևոնում սող կուտեք։ Այսենց։ Չէ, մի քցի։ Այս ամենամեծը, ոյ արդեն մեծացել է։ Անտիրը։ Քաղեմ։ Հա։ Քաղեմ։ Այդ մի մեծը, այդ մի հատիկը քաղի։ Հրնակին սիրունը։ Հələ դիրը տե, այդ էլ դիր։ Շատ մեծ է, արդեն մեծացել է։ Սիրելիներս, գնացի մոնտաժ անելու գործերը շնչակատուր արել եմ, բայց լրիվ չեմ արել, էլի անելիքներ ունեմ, բայց վլոգս ավելի կարևոր է, կարևորներից մեկն էլ վլոգն է, որ շատ կարևորներից պետք չի բաց թողնել, դրա համար այսպես գնամ ձեր համար վլոգ մոնտաժեմ, որ դիտեք, գիտեմ սպասում եք սրտիկներս, գնացի, տեսեք ինչքան եմ ձեզ սիրում, որ ձեզ առանց վլոգ չեմ ուզում թողնեմ, այսպես գործերից կեսն անում եմ, կեսը իմ մոնտաժներն է, մի կեսը հովուլին բերելն է, բերելուց հետո մյուս գործերն է ու իմ ամբողջ օրը սենց, մանավանդ եթե ինչ-որ տեղ եմ հրավիրված լինում կամ ինչ-որ գործերով դուրս եմ գալի խանութի ու հաց սարքելու մասին էլ չասեմ, օրս մի խոսքով ինչ չի հերիքում, բայց վազքով շնչակատուր անում եմ սենց ասեմ ու իրոքից է տենց է, բայց ձայնիցս ու տրամադրությունիցս զգում եք, որ ես դա անում եմ շատ սիրով, շատ մեծ հպարտությամբ, շատ մեծ ուրախությամբ, ամենակարևորը, որ ես դա անում եմ մեծ հաճույքով սրտիկներս, որտև սիրում եմ իմ ալիքը, իմ աշխատանքը, իմ YouTube-ը, ձեզ, բոլորիդ, սիրում եմ իմ տունը, իմ ընտանիքը, իմ տան ամեն ինչ, իմ գործերը, իմ առօրյան, իմ հաց պատրաստելը, ես ամեն ինչ սիրում եմ ու սիրով անում եմ, մեր ցանկացած գործում դա հաճույքով ու սիրով անելն է, ոչինչ որ մի ինչ-որ բաներ կիսատ պռատա մնում, մեկա մեր անելիքներն է, հետո էլի լրացնում ենք, բայց լրացնում ենք հանգիստ ու հավես տրամադրությունով ու ամենակարևորը հանգիստ խղճով։ Գնացի։ Բարի լույսով։ Այսօր ես գնում կյանքս։ Ելակ հավաքելու ես գնում։ Հələ տեսնենք։ Կապույտ չի, օրևս, կանաչա, այ, կանաչ, կանաչ ու կարմիր, բայց ես բարևում բոլորին, հələ մի հատ բարևի, արի ես կողմը, կան ես, ինչա, մեծացել են, վաու, հələ սպասի նկար եմ, ոյ կեզ բոն, Արի դեմի բարձացի տել ստեղ նայեք ինչ մեծ է, կալի է հավաքել ափսոսել է թապվում է հլնդե, հլստե մեծությանը, դե արի բարևի մեր սիրելիներին, ինձ է մամային ես ճաղիք նվիրում, ուպրես սիրտս, ուպրես կյանքս, դե բարևի բոլորին ելակ հլեքել են կողմի վրա գնանք հավաքենք հլը ճաղիկը պահի հեսա, ստեղ կա կարմիր քաղեմ տամ արի դե հաջան հլը հեսա, բեր ճաղիկս, կայնի դնեմ էստեղ, չկորի, տեղու ճաղիկ Հովելիչ պոճուրիկներն են սրանք Հելենայի կյանք Լեսնում եմ օրևս Ահո Հովուլ Ստեղ լիքնա Հելենայիք
Կանգնի կյանք։ Հով գիտես տեղ ինչ կան կա, հով։ Քաղեմ տամ կյանքս, ամանդ բեր։ Սիրելիներս, էլ ես մի պուճուրիկ տեղը ինչքան ելակ կա, հա ջան։ Ինչ է կյանքս։ Ինչ ես տեսը։ Չէ, էտի չպոք ես հանկարծ։ Դեղցա, էտի հասած չմելն եմ քեզ։ Էտի շատ համով դեղցա։ Հելե։ Ինչ։ Չէ, չպոք ես էտի կյանքս։ Ջանա։ Ինչ ես տեսը։ Ինչ ես տեսը։ Ինչ։ Հա, նռան ծաղիկները, հա կյանքս։ Արի դե գնանք ելակները հավաքենք, հով։ Գնանք։ Տեսնես պապան երբ խոտը նորից կքաղի արդեն նորից քաղելու է խոտը։ Մի վախեցի ապրես։ Դու տեսել ես տեղ ինչքան ելակ կա, դու չես պատկերացնի ինչքան կա։ Հովուլ։ Դու չես պատկերացնում ինչքան շատ է։ Գրկեմ նայես, բայց չեմ կարա պահեմ դու հավաքես կյանքս մի ձեռքով։ Ստեղ նայեք։ Ոյն սիրունը, մեր այգու ելակները, շատ սիրունը։ Հովուլի հրաշկայգին է, հրաշկայգին է հովից, հո կյանքս, սոնան քնած էր հով, արի լավ գրկեմ նայի, հավաքենք, հավաքի, ան, պահի բալես, Հա արևս Ուր ես գնում բա Որտեղ Հեսա կգամ վերևը կնայեմ կյանք Որը որ չի կարմրի մի պոկի արևս Ջանա եկա Օհո իստեղ մի հատ լավ մեջը կա այդել հավաքեմ Ջան Եկա կյանքս էլ է Վայ պոկի դետ պստելիկին Հեիս է ես էլ պոկի Այսքան նայք հավաքեց հովուլն արդեն ելակ Մի հատ ստեղ կարմիր կար որտեղ էր էդ էլ պոկենք Նայք Թաքնված է Բաները բացում ես հա դուրս են գալի Պետքա ջրվի բայց Ինչ է Թթերն ենք հիմա հավաքում Ստեղ չկա ես մեկի վրա, հա չկա հեսա, սա էլ այսպես, այստեղ ես պուճուրիկն է, չէ դի չի, հասը, աջան, ինչ, սպասի կյանքս, ուրիշ աման արի բերենք թթերի համար, Այսքան հովուլը իրա այգուց ելակ հավաքեց, սրանք հովուլի սոնայի ելակներն են, կլվանանք հովուի սոնան կուտեն, ենքան համով է չեք պատկերացնի, էսի տարբերվում է բանի խանութի ելակների համից, շատ համով է էսի, մեր հայաթինը շատ համով է, եկեք անջատեմ գնամ հովուզմա թութել հավաքենք, թութել մի քիչ հավաքենք, որ սուրճ տնենք գանք դուրս Սիրելիներս, մի հատ դուք ես թթերի մեծությանը նայեք, տեսքին, վերջնը, ընդեղ խոտ են քաղում երևի, դրա ձայննա, նեքստը, ենքան քաղցր է, պոկում ընգնում են իրանք, պետք է հավաքել, ստեղ նայեք, Լավա, որ վրան այդքան շատ չկա, էլի հեսա կպրծնի ինքը, երևի թե կպրծնի։ Մի հատ ստեղ նայեք։
Փոկվում է հələ չկպած։ Հələ չկպած ու ընկել է։ Ձերքերս հեսա նայեք ինչ ա լինելու։ Արդեն այսքան հավաքեցի։ Ինչքան որ կկարողանամ, այդքան կհավաքեմ, ուղղակի զուտ ուտելու համար։ Մի հատ նայեք ինչ մեծ է։ Թե չէ էլ չեմ կարա հավաքեմ, որտեվ իրանք հիմնականում վերևներն է ու թափվում է, նայեք։ Իրանց էլ է չկպած, իրանք թափվում են, դրա համար որ շատ հասնում է, էլ չի մնալու ծառի վրա, ինքը կթափվի սենց, երևի մի ընթացքել էս վրայի կարմիրները կհասնեն ու վերջ։ Հազիվ անջատվեց այդ ձայնը խոտի։ Հաջան։ Հա, արևս քաղում են, երևի դրա համար է ձայնը գալիս։ Ոնց է պապան քաղում է, դրանք էլ են այտենց ձայներ հանում իրանց բաները։ Միացրեցին էլի։ Հովուլիս ելակները լվացրեցի, թող ինքը ուտի, երկու հատ է հավաքեմ ու վերջ։ Կոֆեի ժամը անցնում է, չեմ սիրում, որ կոֆեի ժամը անցնում է։ Հով ես, ուր ես, տղ ես, ուտում ես կյանք, կեր արև ես, մեկ այսքան արդեն հավաքվեց, այս մեծերն էլ կհավաքեմ, այստեղի նայեք, սենց։ Ինչ ես ուզում քաղես։ Անունը չես հիշում։ Խիբը չես հիշում։ Եկա։ Ջուր էր ստեղով։ Ջուր էր ստեղ։ Ինչ ա կյանքս ինչ կորցրիր, գիլասըդ։ Հետա վերցրա, կտանեն կլվանան կուտես։ Ջուր չի։ Արի տես ստեղ էլ շպանկան է արդեն հասնում։ Հեսա։ Բայց հիմա սրանք չպոկես, անես մի երկու հատի կկեր, բան է սրանք էլ։ Շպանկան է։ Վերցրեցի կեր։ Կել գնան կլուբնիկներդ կեր, մաման էլ հավաքի, սրտիկս։ Թթու էր։ Համուվա է կյոնքեսի։ Բայց համով սոկիկն եմ փագում կամպոտ, որ սիրում ես։ Չէ, դրանք չի հասե, արի մոշի փշերից ես կողմարի։ Պատերիս երկարությանը նայեք ես սրանց նայեք, ինչ մեծ են։ Հնդստեղ։ Հելը նայեք, հերաշկ։ Համեցեք վայել ենք սրտիկներս։ Տեսեք, այսքան հավաքեցի, հեսա կտանեմ կդնեմ սառնարան, ես սիրում եմ սառնանի դրված, սառն եմ սիրում, հիմա ինքը արևն էլ վրան ա եղել, տակա, այսպես ես սառն եմ սիրում։ Հովջան ինչ եղավ բալես։ Հա, զգուշ եղի։ Գնանք սուրճ դնենք։ Կա արևս ելակ։ Լերոք չիտան խոտեր մեջ է։ Խոտերի մեջ չկա ելակ, չէ, մոռնեմ քեզ։ Գնա քո թասի մեջ է։ Կհասնի նրանք էլ իմ բալեն ասում մաման, բա կոֆե չես բերում խմես։ Վեյ։ Գեզվեք քո համար, արի պաչեմ։ Ուй, մամայի կյանք։ Որես սպոտ։ Դե ինչ արեց քեզ։ Քերեց քո ճակատը։ Չէ, դեռ խես։ Խնդրում եմ, մի հատ կեր էլի գոնե։ Չէ, ռավի։ Լավ էլի, դու մի հատիկ կեր, խնդրում եմ։ Չէ։ Ինչի։ Ես խոտի մեջ եմ նայում։ Խոտերի մեջ ուտել չկո սիրտս։ Վայ հով դու կյանքի կտոր ես, հով։ Հով դու գոնձ ես, հələ։ Ջրեցիր ծաղիկները, վայ կյանքս ապրես, նայեք, բացեց ինքը իրան ծաղիկներն ու ելակը ջրեց։ Վայ ապրի իմ սիրտը։ Ինչ է։ Հələ։ Չի չորացե։ Ջրեց իմ գանձուլը։
Օպրես։ Որ հասնի քո ելակները, քո ցնցուխը փչացել է ափսոս։ Այս տարի քեզ էլի, այս ամեն տարի այս ամաններա գնում ենք, այդ ավազի ու արևի վրա բանա ջարդվում, փշրվում, հա։ Դե իրանք էլ են էլի շատ բան անում։ Խաղում անընդհատ։ Չգիտեմ, սիրտս։ Համասանությունների ձենը։ Հա։ Ոնց որ թռումն է։ Ով բայց դու իշ լավն ես։ Կափարիչը։ Վախի Վերանիկը չես լվացրի ելակը։ Չէ, չանես դրանից։ Ճիշտ է, ջուրը մաքուր ջուր է, բայց ավազի խաղալիքը։ Զգուշ ոտքերիցդ Վերանիկդ մի հատ լվա։ Չեմ տարբացել։ Սպասի ես եկիներս այսօր մենակ էի գնացել խանութ, արագ գնումներ կատարեցի։ Սոնջան ցույց տուր։ Բալես գիտես չէ, այն բանի մեր մշտական տեղից հաց չկար, չգիտեմ, ես ասին թոնրի լավաշա։ Թոնրի լավաշ եմ վերցրել։ Սենց սուխարիկներ վերցրեցի երեխեքի համար։ Էլի ծանր եղավ, ավելի քիչ էի ուզում անեի գնումներս ձու, բայց ամեն դեպքում ամենքից մի բան վերցնում ես, էլի սենց ես մեր իմ սիրելի բաները, չնայած Սոնասել է հետս ուտում, մի անգամից երկու ատիկ էր մնացել, երկուսն էլ վերցրեցի, Սոնայի սիրելի նագեցը, այս անգամ սենց 4 հատ մակ կոֆե, սա, թթվասեր, բազուկ, ստեղ վարունգ ու կանաչի, համեմ մի հատ լավ վերցրել, հա պետք էր համեմ ինձ ու վարունգ, այսքան, բայց ենքան ծանր էր, տրանսպորտել չկար թարսի նման, որ նստեի գայ, բայց խանութները, որ հերթով պետք է մտնել, էլ տաքսի էլ չկանչեցի, որտև մի քանի խանութ հետ եկա նորից այս կողմի վրա դեպի, սենց այլ մեր առօրյա գնումները տեղավորենք ու անցնենք մեր առօրյային կհանդիպենք սիրելի։ Ինչահով։ Դուրսը պայծառ արև է, հələ նորից ասա։ Հա։ Պայծառ արև է, հեսա պայծառ արև է։ Մի կյոնք է։ Սիրելիներս, Սոնայից ու Հովուլիս համար պատրաստել եմ համեղ նագեցներ, կտանեմ թող իրենք վայելեն, անուշանեն նագեցները, հաճախակի չեմ գնում, բայց մեկ-մեկ որ հավեսները տալիս է, ինչու ոչ, երեխա են, թող օգտվեն, քանի որ ամեն ինչից էլ օգտվում ենք այս կյանքում, ուզենք թե չուզենք, այնպես չի, որ ամեն ինչ մաքուր ենք սնվում, սա էլ արգել ենք, մի խոսքով ուզում եմ ասել, որ հաճախակի չէ, բայց 1000-ից մեկ սա էլ եմ գնում երեխաներիս համար։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, դրեք ձեր լայքերը և կոմենտարյաները, ես սիրով դրանց պատասխանում եմ, սիրում եմ բոլորիդ։